Հանրապետականը աջակցում է Դանիել Իոնիսյանին և իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությանը դատի տված տնօրենների նախաձեռնությանը։ Ազատության հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ պահանջում են, որ դատարանը պարտավորեցնի Դանիել Իոնիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Նրանք նաև փոխհատուցում են պահանջում՝ յուրաքանչյուրը 2 միլիոնական դրամ։ Ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամի և ներողություն հայցելու պահանջը Դանիել Իոնիսյանը իշխող կուսակցության կողմից կազմակերպված ճնշում և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է որակում։ Եվ հանրապետական կուսակցության վերնախավի որոշ ներկայացուցիչներ մեր հայտնի հրապարակումից հետո սրա նման ինչ-որ մի բան խոստանում էին կամ գոնե ակնարկում էին, որ սենց բան անելու են, հա։ Եվ ոնց հասկանում եմ, բոլորը կամ համարյա բոլորը միևնույն փաստաբանական գրասենյակի ծառայություններից են օգտվում եւ հայցերը միանում, ասենք սա կազմակերպված ակցիա է, հա։ Ընտրություններից առաջ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը հայտարարել էր 100-ից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրենները խոստովանել են, որ հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել, դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ։ Կազմակերպությունը ներկայացրել էր տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։ Դատարան դիմաց տնօրեններն այսօր Ազատության հետ զրույցում հրաժարվեցին ասել, թե ինչն են զրպարտություն համարում։ Խորհուրդ տվեցին փաստաբանի հետ զրուցել։ Մեկն էլ ասաց, փաստաբանի տվյալները կարող ենք ճշտել Երևանի քաղաքապետարանից, մինչդեռ քաղաքապետարանից էլ պնդեցին, որ իրենք այս գործի հետ կապ չունեն։ Բոլոր 30 տնօրենները նույն փաստաբանական ընկերությանն են դիմել։ Նրանց փաստաբան Հարություն Հարությունյանը ասաց, իրենց են դիմել, քանի որ մի քանի տնօրենների հետ անձամբ ծանոթ են։ Հետագայում այլ տնօրեններ ևս իրենց հետ կապեր ունենալով քննարկելով որոշեցին մեր ընկերությանը դիմել։ Ուղղակի բան նմանատիպ իրավիճակ միանշանակ չկա։ Փաստաբանի խոսքով 30 տնօրենների հայցը անհատական է։ Նրանք պնդում են, իրենց զրպարտել են, քանի որ հրապարակված ձայնագրությունները հոդվածում են կցված եղել, որտեղ ասվում է, հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը։ Իսկ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ չարաշահում է ինչպես մանկապարտեզի դպրոցի տնօրենների միջոցով, այդպես նաև աշխատակիցների, դայակների եւ այլ աշխատակիցների։ Հիմա ինձ դիմաց հստահորդները միանշանակ պնդում են, որ իրենց կողմից վարչական ռեսուրս չի չարաշահվել։ Փաստաբանը պնդում է, տնօրենները աշխատանքից հետո են զբաղվել կուսակցական աշխատանքով, ինչը օրենքը չի արգելում։ Այն դիտարկմանն էլ, որ իրազեկ քաղաքացիների միավորումը նաև հեռախոսային վերծանումներն է հրապարակել, որից երևում է զանգերը կատարվել են աշխատանքային ժամերին, Հարությունյանը այսպես արձագանքեց։ Ցանկին ծանոթ եմ, այդ մասը դեռևս մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ըստ փաստաբանի տնօրենները նաև դրամական փոխհատուցում են պահանջում, քանի որ մանկավարժները յուրահատուկ դեր են զբաղեցնում հասարակությունում և նրանց անունները շոշափող հոդվածները ավելի մեծ արձագանք են ստանում։ Դանիել Իոնիսյանը Ազատության հետ զրույցում հակադարձեց, իրենք տնօրեններին չեն զրպարտել, պարզապես ձայնագրություններն են հրապարակել։ Իսկ հոդվածը, որտեղ ասվում է, որ հանրապետականը չարաշահում է վարչական ռեսուրսը, վերաբերում է իշխող կուսակցությանը, ոչ թե տնօրեններին։ Հանրապետական կուսակցությունը մեծ դատի տա, ասի վարչական ռեսուրս չենք չարաշահել։ Այս դեպքում արդեն քննարկելու բան կլինի։ Թե չէ տնօրենների մասով մենք իրենց մասին ոչ ասել ենք, որ իրենք վարչական ռեսուրս են չարաշահել, ոչ Տամենը ասել ենք, որ սա եւ ամբողջականությանն ենք մենք գնահատական տվել։ Իդեպ 114 տնօրենների ձայնագրություններով զբաղվեցին նաև իրավապահները։ Գլխավոր դատախազությունը միայն մեկ ձայնագրության մասով էր ընթացք տվել։ Գործը գտնվում է քննչական կոմիտեում, նախաքննության փուլում։